Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Տեղի է ունեցել պարեկային ծառայողների հաղորդակցման հմտությունների լավարկման նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը։ Եվս մեկ քայլ դեպի ծառայություն մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պրակտիկան, երբ յուրաքանչյուր ծառայող գիտակցում է, որ իր գործողությունը վճռորոշ է մարդկանց կյանքի ու առողջության համար, տարվա լավագույն հրշեջ փրկարարական ջոկատը։ Ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102.6 միլիարդ դրամ, ինչը 2025 թվականի համեմատ 2.4 միլիարդ դրամով պակաս է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ներքին գործերի նախարարությունը նախատեսվում է հատկացնել 102.6 միլիարդ դրամ եւ 2025 թվականի համադրությամբ այն շուրջ 2.4 միլիարդ դրամով ունի բացասական տարբերություն։ Ընթացիկ ծախսերի գծով նախատեսված է 101.4 միլիարդ դրամի հատկացում, կապիտալ ծախսերի գծով 1.2 միլիարդ դրամի հատկացում։ Հարգելի ներկաներ, ներքին գործերի նախարարությունում եւ ենթակապետական մարմիններում 2025 թվականի կտրվածքով շարունակել ենք իրականացնել բարեփոխումների խորքային գործընթացը եւ այն կշարունակվի նաեւ 2026 թվականի կտրվածքով ապահովելու համար կառավարման արդյունավետությունը նախ եւ առաջ համակարգի, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բերելով նորարար մոտեցումներ եւ նաեւ շարունակելով բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Նախարարության լիազորությունների շրջանակը բավական լայն է եւ բազմաշերտ է, այն առնչվում է ողջ հասարակությանը, անկախ ազգությունից, կրոնից եւ մնացյալ այլ տարբերիչ հատկանիշներից։ Նախարարությունը գործում է անընդհատ 24 ժամվա ռեժիմով եւ մենք հետևողականորեն պահպանելով օպերատիվ կողմին վերաբերող աշխատանքները զուգահեռաբար շարունակում ենք բարեփոխումների այն օրակարգը, որը ընդգծված է նախարարության համակարգի տեսանկյունից։ Ինստիտուցիոնալ վերափոխման ուղղությունների տեսանկյունից պիտի նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով շարունակել են կենտրոնացած մնալ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վրա եւ ընթացիկ տարում ավարտել ենք ներքին գործերի նախարարության միասնական կրթահամարերի ձևավորման աշխատանքները, որը համակարգի որակյալ կադրերի ապահովման հենասյունային բաղադրիչն է լինելու այս տեսանկյունից։ Ընդունվել է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիրքը եւ հարակից օրենսդրական փոփոխությունները, որով նախատեսվում է բարեվարկության ստուգման նոր համակարգ եւ նաեւ կարգապահական նոր կանոններ համակարգի ծառայողների տեսանկյունից։ Ես պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարության կրթահամարերի տեսանկյունից մենք այս տարի ունեցել ենք աննախադեպ թվով վերապատրաստվող անձնակազմ, ավելի քան 10,000 ոստիկանության ծառայողներ անցել են կրթական տարբեր պրոցեսներով եւ մաս են կազմել ոստիկանական համակարգի։ Ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից պիտի փաստեմ, որ 4 հենասյունային ուղղություններից վերջինը ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ին արդեն իսկ գործարկվել է եւ այն լինելու է մեր ներքին անվտանգության համակարգի կարևորագույն ուղղություններից մեկը, ունի սպառազինության գերժամանակակից, այսպես ասեմ, տարբերակ, վերապատրաստված անձնակազմ եւ առաջին անգամ մշակվել եւ ներդրվել է ուժային միջոցների գործադրման նոր գործելակարգերը, ստանդարտացված գործելակարգերը եւ այստեղ մենք ընդունում ենք այն պատասխանատվությունը, որ պետք է հետեւողականորեն շարունակենք ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման աշխատանքները, որը պահանջում է ջանք, բայց այդ հարցում ունենք հստակ հանձնառություն։ Գիտեք, որ պարեկային ծառայությունը ամբողջովին գործարկված է, այս տարվա կտրվածքով շենքային գերժամանակակից պայմաններ եւս ապահովվել է ծառայության համար, քրեական եւ համայնքային ոստիկանությունների դեպքում ինստիտուցիոնալ կայացվածության ապահովման ուղղությամբ ենք շարունակելու աշխատանքները եւ բնականաբար նախարարության կազմում հետեւողականորեն ներդնելու ենք մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, որն ավելի արագ պիտի սպասարկի մեր քաղաքացիներին։ Անդրադառնալով հանցավորության ընդհանուր իրավիճակին, հարգելի գործընկերներ, պիտի նշեմ, որ տարվա կտրվածքով ունեցել ենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման աճ, ինչը չափազանց կարևոր է, որովհետև եթե պետությունը որդեգրում է քաղաքականություն, որ օրինակ թմրամիջոցների ապոնի շրջանառությունը, զենքի ապոնի շրջանառությունը պիտի լինեն թիրախում եւ այսպիսի հանցագործությունները պիտի վերհանվեն եւ քննարկվեն, այս տեսանկյունից վիճակագրական պատկերում բնականաբար ունենալու ենք աճի տեսքով պատկեր։ Խոսեցինք տարբեր
թվակներով ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով արկա իրավիճակի հետ կապված հարցերը, ես ուզում եմ նորից շեշտադրել, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցավորության կառուցվածքում նվազել է 0.7%-ով։ Եվ մենք շարունակում ենք պահպանել հանցավորության այն կառուցվածքը, որը որ ունենք, այսինքն հիմնական հանցագործությունները ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են Հայաստանի Հանրապետությունում, կազմելով 9 ամիսների հաշվարկով 85.7%։ Պիտի փաստեմ, որ բացահայտման արդյունավետությունն է աճել, որովհետև մեղադրյալներով գործերի թիվը աճել է 3.5%-ով, ծանր հանցագործություններով 5.8%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 9.9%-ով։ Անդրադառնալով մտահոգիչ համարվող եւ վերջերս նաեւ տարբեր առիթներով քննարկված թեմաներին, որը սպանություններին է առնչվում, ես պիտի փաստեմ, որ էական աճ վիճակագրության տեսանկյունից մենք չենք դիտում, ընդհանուր հանցավորության կառուցվածքում շարունակում է տոկոսայնությունը կազմել 0.2%, իսկ համաշխարհային ընդհանուր ցուցիչներով Հայաստանը շարունակում է համաշխարհային միջին ցուցանիշից, որը 5.8 է, մեզ մոտ ունենալ ընդամենը 2-ը։ Իհարկե, այստեղ պիտի գանք խնդրի հիմքերին, այսինքն ճիշտ է, ցուցանիշները բավական ցածր են, բայց մենք դեռևս շարունակում ենք մտահոգիչ համարել այս իրավիճակը, որովհետև հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների եւ այլ դրվագներով նաեւ տարբեր խումբ հանցագործությունների մասով պիտի հասկանանք ոնց ենք լուծում այս խնդիրը հանցավորության կանխարգելման տրամաբանության մեջ, եւ մենք հաճախ նկատում ենք, որ ինֆորմացիոն աղմուկի մեջ մոռանում ենք անգամ դեպքի հիմք հանդիսացող հանգամանքները, դեպքի իրական պատճառները, առհասարակ հանցավորությունը, ինչ քայլեր է ձեռնարկվում այս ուղղությամբ պետության կողմից եւ դրանք երբ եւ ինչպիսի արդյունքներ են տալիս։ Ես պիտի փաստեմ, որ եթե մենք խնդիրը չշարունակենք դիտարկել իր ամբողջության մեջ, մենք շարունակելու ենք կենտրոնանալ այսբերգի գագաթի վրա, չունենալով լավ լուծում եւ որը բնականաբար մեզ լավ տեղ տանել չի կարող։ Դա է պատճառը, որ կառավարության կողմից մշակման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, որը բազմաշերտ կերպով անդրադառնալու է այս հիմնախնդրին։ Հարգելի գործընկերներ, եւ նաեւ մենք ոլորտային բարեփոխումները չենք կարող դիտարկել անջատ, որովհետեւ եթե կառավարությունը հսկայածավալ ներդրումներ է կատարում կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում, սոցիալական ծառայությունների ոլորտում, իրավապահ համակարգում, սրանք իրենց հանրագումարով ըստ էության նաեւ բերելու են հանցավորության կանխարգելման այն պատկերը, որը որ մենք ակնկալում ենք ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Անդրադառնալով ընդհանուր առմամբ նաև հանրային ծառայությունների ոլորտին, ես պիտի անդրադառնամ միգրացիոն ոլորտում մեր ունեցած կարևոր նվաճմանը։ Գիտեք, որ Եվրոպական միության հետ մենք սկսել էինք վիզաների ազատականացման երկխոսությունը եւ արդեն նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, որ այս գործողությունների ծրագիրը ըստ էության ցույց է տալիս, որ այն ուղղությունը, այն ոլորտային բարեփոխումների օրակարգը, որը Հայաստանի Հանրապետությունը ունի, ամբողջովին արտացոլված է գործողությունների ծրագրի մեջ։ Այսինքն մենք չունենք որևէ նորություն, որևէ նոր ուղղվածություն, որը մինչ այս պահը կառավարությունը իր ծրագրի եւ ոլորտային բարեփոխումների կտրվածքով չի քննարկել կամ գոնե թե չի ցանկացել հարցին անդրադառնալ։ Հետևաբար ուրախությամբ պիտի փաստեմ, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետերում, արդեն իսկ իրականացվում են կառավարության կողմից, որոշները ունեն համապատասխան ընթացք։ Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ։ Գիտեք, որ մենք կնքել ենք համապատասխան պայմանագիր ֆրանսիական ընկերության հետ։ Ֆրանսիական ընկերությունը Հայաստանում հիմնադրել է Հայփաս փակbaşնետիրական ընկերությունը, որն այս պայծրությամբ մեզ հետ ակտիվ աշխատում է այս աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Ես պիտի փաստեմ, որ առաջիկայում դուք կտեսնեք մեծածավալ շինարարական աշխատանքներ թե Երևանում եւ թե նաեւ հանրապետության բոլոր մարզերում, որովհետեւ գրասենյակների շինարարության կտորը բավական ակտիվ կերպով ընթանալու է առաջիկայում եւ նաեւ շեշտեմ, որ առաջիկա օրերին նաեւ կսկսենք արտադրությունը արդեն նույնականացման քարտերի բլանկների տեսանկյունից։ Վերջնարդյունքում 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կտեսնեք արդեն բիոմետրիկ համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում եւ մեր քաղաքացիները ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Անդրադառնալով
Հակիրճ նաև փրկարար ծառայությանը պիտի փաստեն, որ բարեփոխումների օրակարգում մեծ տեղ ունի նաև փրկարար ծառայության ռեֆորմները, տարվա կտրվածքով վարչապետի գլխավորությամբ քննարկել ենք նաև փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը, այն հաստատվել է, մինչև տարեվերջ կենտրոնական ապարատի փոփոխությունները կապահովենք եւ արդեն հաջորդ տարվա կտրվածքով կանադառնանք տարածքային ստորաբաժանումներին։ Բյուջեի մասով բնականաբար կան հատկացումներ նաև փրկարար ծառայության գույքի արդիականացման ուղղությամբ, ընթացիկ տարում եւս մեծածավալ գնումներ են նախատեսված, մինչև տարեվերջ կունենանք մատակարարումներ եւ 26 թվականին եւս կունենանք որոշակի խմբականակ մատակարարումներ։ Նոյեմբերի 1-ից լուծարման գործընթացում է գտնվում նաեւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը եւ մենք միաժամանակ բարելավելու ենք հանրապետական կտրվածքով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտը։ Նկատի ունենալով, որ նաեւ Հայաստանը գտնվում է սեյսմանվտանգ գոտում, երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը բնականաբար սեյսմիկ վիճակի պարբերական մոնիտորինգն է եւ 2026 թվականի կտրվածքով բյուջետային համապատասխան հատկացում ունենք ազգային դիտացանցի վերազինման ուղղությամբ, ձեռք ենք բերելու նոր սարքավորումներ, որոնք այս տեսանկյունից մեզ կոժանդակեն ավելի լավ պատկեր ունենալ մոնիտորինգի տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, ավարտելով ելույթս նշեմ, որ 2026 թվականի կտրվածքով նախարարությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել բարեփոխումների այն օրակարգը, որը որ կա, եւ ես ուզում եմ հստակ նշել, որ ինստիտուտների կայացումը եւ ինստիտուտների նաեւ կարողությունների զարգացումը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում եւ մենք շարունակելու ենք նոր արդյունքներ գրանցել այս տեսանկյունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար։ Արփինե Սարգսյանի մասնակցությամբ ամփոփվել է պարեկային ծառայողների հաղորդակցման հմտությունների կատարելագործման նախաձեռնությունը։ Նախարարը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ, իսկ պարեկները նշել են, որ ձեռք բերած հմտություններն արդեն կիրառում են ծառայության ընթացքում։ Մասնակից պարեկները ստացել են հաղորդակցության դեսպանի վկայագրեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ Սևանում տեղի է ունեցել պարեկային ծառայողների հաղորդակցման հմտությունների լավարկման նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը։ Դիմելով պարեկներին նախարար Սարգսյանը հետաքրքրվել է հանդիպումների արդյունավետությունից եւ ընտրված թեմաների շուրջ քննարկումների արդյունքներից։ Ունեցել ենք բավականին արդյունավետ հանդիպումների շարք, տարբեր մասնագետների հետ ենք հանդիպել, թե հոգեբանների, թե իրավաբանների, թե հաղորդակցման հմտություններ ունեցող տարբեր մասնագետների հետ։ Կարծում եմ, որ նման հանդիպումների շարքը մեր մասնագիտական որակների բարելավման հարցում շատ կարևոր է եւ մեծ դեր ունի։ Պարեկային ծառայողները մասնակցության համար շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարարին կիսվել են տպավորություններով ու ձեռք բերած հմտությունները կիրառելու փորձով։ Իրենց ելույթներում պարեկները կարևորել են նոր գիտելիքների ու հաղորդակցման արդյունավետ մեթոդներ կիրառելու փորձը, գործընկերներին փոխանցելու մոտեցումը, ընդգծելով կոնկրետ ուղղություններով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Հանդիպումների ամփոփման արդյունքում հասկացանք, որ բոլոր թեմաներն էլ փոխկապակցված են միմյանց հետ եւ առանց մեկը մյուսի չի կարող լինել։ Այսինքն դա ինչ է իրենց ներկայացնում, հաղորդակցման հմտությունները առանց իրավական գիտելիքներ ունենալու ոչինչ են։ Եվ նույնն հակառակ դեպքում, ինչքան էլ ուզում ես իրավական գիտելիքներ ունեցիր, եթե չունես հաղորդակցման հմտություններ, դա չես կարող փոխանցել մնացածին։ Արփինե Սարգսյանը դրական է գնահատել հանդիպումների մասնակիցների գրանցած առաջընթացը, նշելով, որ առաջին հանդիպման համեմատությամբ նրանք զգալիորեն բարելավել են հաղորդակցման հմտությունները։ Նախարարի խոսքով տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելը, քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցվելը եւ սկզբունքայնությունը պահպանելը պարեկային ծառայության որակի ու հանրության շրջանում վստահության ամրապնդման կարևոր բաղադրիչներ են։ Պարեկային ծառայությունը գտնվում է զարգացման նոր փուլում, որտեղ անհատի գրանցած արդյունքների վրա հիմնված մոտեցումը պետք է դառնա համակարգի առաջընթացի շարժիչ ուժը, իսկ փորձի եւ նոր գիտելիքների համադրումը հնարավորություն կտա ապահովել նոր որակի ծառայություն եւ գրանցել արդյունքներ, իր խոսքում նշել է նախարարը։ Վերլուծվել են ծառայության ընթացքում արձանագրված դեպքերը, կոնֆլիկտային իրավիճակներին արդյունավետ արձագանքելու տեսանկյունից կարևորվել է ստանդարտացված մոտեցումների կիրառումն ու վարքագծի դրսևորումները լայն համատեքստում գնահատելու անհրաժեշտությունը։ Թերությունների շտկման եւ իրավական կարգավորումների բարելավման առումով նախարար Սարգսյանն ընդգծել է, որ արդյունավետ լուծումներ հնարավոր է ներդնել ծառայողի վարքագծի վերանայման եւ անհատական մեթոդաբանության շնորհիվ։ Այդ մոտեցումը թույլ է տալիս ծառայության բոլոր ասպեկտները դիտարկել համալիր տեսանկյունից, ապահովել պրակտիկ արդյունքներ եւ բարձրացնել ընդհանուր կատարողականը։ Քննարկվել են քաղաքացիների հետ հաղորդակցության որակի բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն ձևաչափով արդեն մարզերի պարեկների ներգրավմամբ շարունակել թիրախային ուղղություններով հանդիպումները։ Հանդիպումների մասնակից պարեկային ծառայողները ստացել են հաղորդակցության դեսպանի վկայագրեր։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին ուղեկցել են ծառայության ենթակայությամբ գործող հատուկ կացարան։ Նելի Դավթյանը ներկայացրել է ընթացիկ կասանի պայմանները, կարիքներն ու առկա խնդիրները, նշելով, որ գործող 22 սենյակներում ներկայումս տեղավորվում են շուրջ 60 ապաստան հայցողներ, մինչդեռ կարիքը զգալիորեն մեծ է։ Յոհաննես Լուխները շրջել է տարածքում, զրուցել ապաստան հայցողների հետ, հետաքրքրվել նրանց ծագման հիմնական երկրներով, կեցության պայմաններով եւ հայտերի քննության ընթացակարգերով։ Հյուրին ներկայացվել է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որը շուտով կհանձնվի շահագործման։ Մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պրակտիկան, ուսուցման տեսական փուլը հաջողությամբ ավարտած 110 սովորող հոկտեմբերի 27-ից իրենց գիտելիքները կիրառում են իրական միջավայրում։ Պրակտիկան անցկացվում է երկու ձևաչափով՝ պարեկային ծառայությունում եւ կրթահամալիրում կազմակերպված սցենարային վարժանքների միջոցով։ Սրանք պարզապես գործնական վարժություններ չեն, յուրաքանչյուր սցենարային իրավիճակ վերցված է ծառայության իրական դեպքերից, որոնց ապագա պարեկները պետք է կարողանան ճիշտ արձագանքել։ Ուսուցման տեսական փուլը հաղթահարած 110 սովորող հոկտեմբերի 27-ից անցնում է մասնագիտական պրակտիկա, գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։ Մասնագիտական պրակտիկան ներկայացված է երկու ձևաչափով, մի դեպքում նրանք պրակտիկան անցնում են պարեկային ծառայությունում, ներգրավված լինելով արտաքին ծառայությանը, իսկ մյուս դեպքում պրակտիկան կազմակերպվում է կրթահամալիրում։ Բարձր ռիսկային մեքենաներ կանգնեցնելուց մինչև ընտանեկան բռնության դեպքերին արձագանքում, ինքնասպանության կանխում։ Ապագա պարեկները զարգացնում են մասնագիտական հմտությունները, պատրաստ լինելով իրավիճակների հնարավոր զարգացման։ Ես խնդիրներ ունեմ, ես էլ չեմ կարող սենց ապրել։ Իմ գործընկերոջ հետ բանակցելով ինքնասպանության փորձ կատարողի հետ, համոզելով եւ համապատասխան գործողություններ իրականացնելով իրեն հետ մղեցինք այդ քայլից եւ փրկեցինք նրա կյանքը։ Սցենարային իրավիճակները հնարավորինս մոտարկված է իրական դեպքերին, որոնք որ պատահում են դրսում, ամեն օր պարեկային ծառայողները արձագանքում են այդ դեպքերին։ Այս իրավիճակները մեզ շատ գիտելիքներ են տալիս եւ իրադրությունը թելադրում է կողմնորոշվել եւ հասկանալ տվյալ իրավիճակում կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացնել, անձանց հետ շփվելու հմտություններ, որովհետեւ տարբեր իրավիճակներում դեպքերը տարբեր են, մարդիկ տարբեր են, խառնվածքները տարբեր են։ Ձեռբերված գիտելիքները վերածվում են փորձառության, երբ սովորողները միանում են պարեկային կարգախմբերին, ներգրավելով շուրջօրյա ծառայությանը։ Այսպիսի յուրաքանչյուր հերթափոխ ապագա պարեկի համար հնարավորություն է գործելու իրական միջավայրում, զգալու ծառայության ռիթմն ու պատասխանատվությունը։ Առաջին օրը ճիշտն ասած մի քիչ լարված էի, բայց իմ ավակները փորձեցին այնպիսի միջավայր ստեղծեն, որ միանգամից բացվեցի, ներգրավվեցի, չեմ ասի հեշտ է, բայց պատրաստ էի սրան։ Մեր պրակտիկան շատ լավ ու հետաքրքիր է անցնում, որովհետև մենք ծանոթանում ենք մեր ծառայության առանձնահատկություններին։ Պրակտիկան մեզ տալիս է տեսնելու, գործելու հնարավորություն, ավելի ամրապնդելու մեր գիտելիքները։ Գործող պարեկներն իրենց փորձն են փոխանցում սովորողներին, ուղղորդելով նրանց յուրաքանչյուր գործողության ընթացքում։ Սկսած խաչմերուկների կարգավորումից, վթարների ձևակերպումից, քաղաքացիներին օգնելու, արձագանքելու, սպասարկելու հետ կապված բոլոր միջոցառումների ներգրավում ենք անմիջականորեն ցույց ենք տալիս մեր գործողությունները, հերթականությունները բացատրելով, եթե հարցեր ունի, հարցերին անպայման պատասխանելով, որպեսզի հետագայում իրենց արդեն ծառայության գործընթացում հնարավորինս հեշտ լինի շուտ յուրացնեն ու հնարավորինս արագ ինտեգրվեն ծառայությանը։ Մասնագիտական պրակտիկային կհաջորդի ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը, որը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն պարեկային ծառայության շարքերը։ Շաբաթվա ընթացքում արձանագրված այլ քրեական դեպքերն ու դրանց բացահայտումները մեկ տեսաշարում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում։ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում։ Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները ակտիվ
համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին։ Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը եւ որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաեւ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։ Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին եւ դատախազությանը։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, Կոտայքի մարզի արձական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի Սուլիձոր տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը։ Ըստ նախնական տվյալների, ապօրինի արդյունահանել են 1500 խորանարդ մետր մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել։ Արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է։ Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Տելեգրամի հասցե։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդ։ Գողության թիրախ դարձած Ford Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ։ Ֆորդի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն։ Honda-ի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության տնամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է Մաքսանենկ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ այն իրացնել։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ տնամիջոցների անօրինական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների եւ պարեկների հետ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ լոռազեպամ տեսակի հոգեմետ տեղահաբեր։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նրանց ուժը ոչ միայն մասնագիտական գիտելիքներն են, այլև փողվստահությունը, որը ցանկացած բարդ իրավիճակում ապահովում է անսխալ աշխատանք։ Բիս 1, իսկ հետո թիվ 3 բարդության կանչ լավագույնի կոչումը արդարացված է։ Երբեմն բացվողոր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր հաջողված գործողություն փրկված կյանք սխալվելու իրավունք չկա։ Այդ սկզբունքով են գործում Երևանի թիվ 8 շեջ փրկարարական ջոկատի ծառայողները։ Նրանք իրենց նվիրումով ու պատրաստվածությամբ 2024 թվականին կատարած աշխատանքի ամփոփման արդյունքներով ճանաչվել են լավագույնը։ Տարվա ամփոփ արդյունքներն արձանագրում են եւս մեկ կարևոր փաստ։ Նույն ջոկատի կազմում է նաեւ տարվա լավագույն հրշեջ փրկարարական խումբը։ Ջոկատն առանձնանում է ոչ միայն պատրաստվածության բարձր մակարդակով, այլև
այլև թիմային համախմբվածությամբ։ Յուրաքանչյուր ծառայող գիտի, որ իր որոշումը կարող է վճռորոշ լինել մեկ ուրիշի կյանքի ու առողջության համար։ Այդ գիտակցումով էլ կառուցվում է նրանց ամենօրյա աշխատանքը, վարժանքներից մինչև իրական կանչեր։ Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Նորայր Հարությունյանի խոսքով ծառայողները բազմիցս հայտնվել են ամենաբարդ իրավիճակներում։ Նրանց հաջողության գաղտնիքը ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունն է, այլև թիմային հոգեբանությունը։ Այստեղ յուրաքանչյուրը վստահ է մյուսի վրա։ Այդ փոխվստահությունն էլ ջոկատը դարձնում է անսխալ գործող համակարգ ցանկացած իրավիճակում։ Ջոկատը ղեկավարում է մոտ 2 տարի է, փրկարարները ֆիզիկապես պատրաստված են, տեսական ունեն բարձր գիտելիքներ եւ գործնականում հմուտ են երկար տարիների աշխատանքային փորձ ունեն։ Դե իսկ լավագույն հրշեջ փրկարարական 4-րդ խումբն իր պրոֆեսիոնալիզմով առանձնանում է մյուսներից։ Ծառայողների պատրաստվածությունն ու փոխհարաբերությունները հնարավորություն են տալիս ապահովել արդյունավետության բարձր մակարդակ նույնիսկ ամենաստրեսային իրավիճակներում։ Բարդ դեպքերի մասին հիշում է խմբի հրամանատարը։ Խոշորներից Դոմուսի հրդեհը, Միասնիկյան պողոտայի վրա ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքը 18 հոգի փրկել ենք, դեպքը շատ ա եղել, ուղղակի այտենց չենք կենտրոնանում, ինչ որ մեծ կլինի, փոքր կլինի, ցանկացած կանչին սպասարկում ենք նույն ձևի, նույն արագությամբ, նույն նվիրվածությամբ։ Հերթական կանչը գրանցվեց հենց մեր նկարահանման ժամանակ։ Սննդի կետերից մեկում հրդեհ էր բռնկվել։ Բարդությունից ելնելով տրվել էր բիս 1 կանչ։ Րոպեներ անց ջոկատը հրամանատարի գլխավորությամբ ի թիվս այլ ջոկատների հրդեհի վայրում էր։ Տեղում հայտարարվեց հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր ու թիմային վստահության վրա հիմնված։ Հրդեհի բարդությունը պահանջում էր սառը դատողություն, թիմային համագործակցություն եւ արագ կողմնորոշվելու անհրաժեշտություն։ Հրշեջ փրկարարները գիտեին, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռորոշ լինել եւ հենց այդ գիտակցումով էլ աշխատում էին։ Ջոկատը միայն կրակի դեմ պայքարող ուժ չէր, այլ մի ամբողջ համակարգ, որը միավորված էր մեկ նպատակի շուրջ՝ փրկել կյանքեր եւ կանխել նյութական վնասներ։ Շուտով հաջողվեց մեկուսացնել կրակը, խուսափելով անցանկալի հետևանքներից։ Դեպքի վայր հասնելուն պես նկատել ենք, որ տանիքում կրակի օջախներ կան, բարձրանալով վերև կատարել ենք մարտական բացազատում, տանիքի քանդման, բացման աշխատանքներ եւ միաժամանակ հրդեհաշիժման աշխատանքներ։ Թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը եւ 4-րդ խումբը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի են լավագույնի կոչմանը։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։